կառավարությունը այս դրա տեղի վնել քրեական գործ հարուցեց, որովհետև հետի տեսեք հարց կա։ Ես չգիտեմ իրավաբանով չեմ ասում, հետում մենք գիտենք ինչ է, չէ՞ հաղորդագրություն չարաշահումներ են եղել։ Ինքը տնօրենների խորհրդի նախագահը չի, այդ թող ինքը մտածի, որ չձերբակալվի։ Բա ոնց քրեական պատասխանատվություն կարող է մեկ էլ տեսակ է եղավ։ Հենց որ այդ բոլոր քամին լցվի։ Իրենք ռուսական ազատության գործակալներ են։ Ինչ իմաստով, ցավալի է։ Իրենք, հա։ Իրենց դեմքով չեն գալու, ասում։ Բա մենք ինչ ենք անում։ Մենք ստեք բան ենք անում, նրանք որ հեղափոխություն են արել, նրանք որ այս վիճակը փրկեցին։ Մենք էլ պետք է նստենք նրանք ինչ են անելու։ Եվ կառավարությունից պիտի պահանջել բոլոր ռադիկալներին ձերբակալել, ընտրություններին, պարագլուխներին ձերբակալել։ Ինչ ընտրություն, ինչ բան։ Երկիրը կողոպտոր ինչ իրավունք ունի ընտրությունի մասնակցի։ Մնացած միջոցները։ Ասում են գալու ենք բեսպրեդելին վերջ տանք։ Որն է բեսպրեդել։ Հայաստանը որտեղ է բեսպրեդել։ Բեսպրեդել Ռուսաստանում, ով շնչում է գնդակարում են։ Հիմա Պուտինը սուտ խոսեց, չէ՞, ասեց Կուբրյանսկը գրավել ենք։ Ճիշտ է։ Այդ տեսան, որ Զելենսկի գնաց Կուբրյանսկի դիմաց նկարվեց, վերցրեցին մի հատ գեներալի գնդակարեցին, որ Պուտինը ճիշտ դուրս գա։ Բեսպրեդել է, կարող են գնան այնտեղ բան անեն։ Այսինքն կարգ ու կանոն հաստատեն։ Եվ այդ առասարակ ռուսական կապիտալից ասեն ոչ մի օգնություն Հայաստանին պետք չի։ Օգուտից վնասից բացի օգուտ չի լինում։ Հիմա կա երկրորդ շերտը։ Դուք տեսաք Պուտինն ինչ է անում։ Բոլորին ինչ ասեմ, խայտարակ է անում հայերին, հերթով, նայեցեք, այդ թվում է, թե մեդալ են ստանում, թե ինչու է Նևսկու նկարը, մեդալը չեմ իմանում, այդ մեդալը Նևսկին է տալիս, չէ Ալեքսանդր, ինչ է, այսինքն ծախում է, էլի, ափաշկարա է ծախում, կներեք թուրքեր են բառի համար, կաթողիկոսին նկարեց, պարգևավճարով, եղբորը նկարեց, ուրեմն Արա Աբրահամյանին վերջինը նկարեց, հիշում եք, ես ձեզ մոտ ասել եմ, երևի Արա Աբրահամյանին պիտի ուղարկի, այն խեղճ Ռուբենին Վարդանյան, տրոյկա դիալոգից Բաքու ուղարկեց, ում որ Պուտինը նկարու շքանշան է տալիս հայերից, հաշվեք հատորս է գնաց փոսը,